կշարունակենք մեր գործունեությունը։ Հոկտեմբերի 21-ին ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Ավելի վաղ սեպտեմբերի 16-ին վերջինս հանրային հեռուստաընկերության եթերում նշել էր, որ 2021-ից ի վեր բոլոր ընդդիմադիր ցույցերին մասնակցել է ստիպողաբար եւ նշել էր, որ հալածանքների է ենթարկվել նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդի կողմից։ Կարգալույծ եղած Քահանան այժմ Օհանավանքի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում շարունակում է իր ծառայությունը, թեև նրան ժամանակ է տրված մինչև 15:00 լքել եկեղեցին։ Կիրակի օրը վերջինս պատրաստվում է մատուցել պատարագ, որին ներկա է լինելու նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օհանավանքում կան նաև ոստիկանական ուժերի կուտակումներ։ Խոսենք բնակիչների հետ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այս պահին։ Օրինակ դուք պատրաստվում եք մասնակցել Կիրակի օրվա պատարագին։ Եթե Տեր Արամը կատարում է, անպայման կմասնակցեմ։ Իսկ Օհանավանքի բնակիչների տրամադրվածությունը ո՞նց է այստեղի ունեցողի շուրջ։ Շատ խառաշո։ Բոլորը Տեր Արամի թիկունքին են։ Առաջինը ես եմ շարժվելու պատարագ։ Կիրակի օրվա պատարագին մասնակցելու եք Տեր Արամը։ Անպայման։ Իսկ ստեղծված իրավիճակի մասին ինչ կարծիք ունեք։ Կարգալույծ է հռչակվել Տեր Արամը, սակայն չի լքում եկեղեցին, շարունակում է իր ծառայությունը։ Լքի, որտեղ Արամը իսկական Տեր հայր է մեր համայնքի համար։ Իսկ պատճառը, որ կարգալույծ են հռչակել։ Էսա իրանք կարգալույծ կլինեն արդեն։ Իսկ ինչով է պայմանավորված ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը պատարագին։ Չգիտեմ։ Դուք Կիրակի օրը ստե կլնեք կտենակ եւ ամեն Կիրակի նույն պատարակը, նույն ճոխ պատարակը կարելի ասել։ Բայց փաստացի իր գործունեությունը կասեցված է։ Ինչ անենք, բայց մենք իրան հարգում ենք, ընդունում ենք որպես ոչ կարգալույծ Տեր հայր։ Առհասարակ եկեղեցին ինչքանով որ տեղեկացա կարգապահական հանձնախումբ չի ունեցել մինչև վերջին տարիները, կարգապահական հանձնախումբը ձևավորվել է վերջին տարիներին պայմանավորված կարգալուծությունների ավելացմամբ եւ երևի թե ամենայն հայոց կաթողիկոսը չպիտի ուզենար որ ամբողջ կարգալուծությունների բեռը միայն իր ուսերին մնար, դրա համար ստեղծել է, այսպես ասեմ, ֆիկտիվ մարմին։ Ես այստեղ անձնական ամբիցիաներ եւ վրեժխնդրություն եմ տեսնում։ Առաջնորդի դիմումը հետեւյալն է, որ ես այսպես ասեմ խորհուրդն եմ աղավաղել, ես այնտեղ երեխային մկրտում եմ եւ մկրտության բթնոցը, որի մեջ մյուրոնն է, հա, լցված, Սուրբ մյուրոնն է լցված, ես դնում եմ այս երեխայի խաղալիքի վրա, ձեռքով այսպես պահելով եւ երեխային կնքում եմ։ Ինչու եմ այդպես անում, որովհետեւ իրավիճակը այնպեսին էր, որ երեխայի մոտ ահավոր ծանր վիճակ էր, չէր ուզում մկրտվել, եկեղեցուց անընդհատ փախչում էր դուրս եւ ես ընտրեցի, հա, տարբերակ, որ կարողանամ այդ երեխային հանգստացնել ու մկրտել։ Այս պարագային ոչ մի բանի համար չեմ փոշմանում։ Նշեցիք նաև, որ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ կան, որոնք ձեզ սատարում են, այսինքն։ Իհարկե, ես համոզված եմ եւ նաև զանգերն են սրա մասին հուշում։ Դեռևս այդ զանգերը այսպես թակ ունեն, որ Տեր հեր ջան, շնորհակալ ենք քեզ, այն ինչ որ դու անում ես, լավ ես անում, մեր համար էլ ես անում, գիտակցում ենք, ինչ որ մի պահի մենք կմիանանք, կսատարենք քեզ, բայց այս պահին վախեր ունենք, բոլորին էլ հասկանում եմ եւ ոչ մեկին էլ չեմ մեղադրում։